Սյունիքի հետ կապված Ալիևի վերջին այսպես հայտարարությունները, քանի որ Հայաստանը արգելափակում է, ասում են նա, մեր մուտքը դեպի Նախիջևան մենք բանակցել ենք Իրանի հետ, կարծես թե նորություն է, գուցե նորություն է դուք կասեք, դա նորություն է թե ոչ, որպեսզի ճանապարհ մենք Իրանի միջոցով գցենք ճանապարհ միացնող մեզ եւ Հայաստանը կմնա այդպես փակուղու մեջ։ Ախր Իրանը դրա մասին ես արդեն մոռացա դա շատ վաղուց էր բավական Իրանը պաշտոնապես հայտարարեց որ պատրաստ է դրան վաղուց չէ ամիսներ մի պա լարումը թուլացավ հետո նույն ուժով Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Ռուսաստանը ասեցին պահանջել 9-րդ կետի կատարում ամեն մեկը իր խոսույթով բայց նույնը գրեթե նույնը հիմա հարց է ցակում այդ նոր Իրանի մասին իմացան, իսկ ինչն էր իրենց խանգարում դա ընդունել են ժամանակ, երբ որ Իրանը առաջարկեց։ Ես գիտեմ ինչը։ Որովհետև դա Ադրբեջանի համար դա գործիք է Հայաստանի Հանրապետության վրա ճնշելու եւ կազուզբելին անդադոտում պահելու, սա մեկ։ Երկրորդը իսկով ասեց, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ այդ բեռները անցնեն Իրանի տարածքով, այսինքն Իրանը շատ թե քիչ տեղյակ լինի, թե ինչ է տեղափոխվում Նախիջևան, ով է տեղափոխվում եւ ինչի համար։ Այո, որովհետեւ Հայաստանից Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը տեղյակ չլինի։ Իրանից նույնը պահանջել չի կարող։ Հա, ուրեմն դեռ բան էլի, ոնց ասած, բոյերը չի հասնում դեռ։ Ուրեմն իրենք խնդիրներ ունեն դրա հետ։ Եթե իրենք համաձայնվել են, ուրեմն կա որոշակի հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ ոչ Միացյալ Նահանգները ի զարմանալի իրենց, ոչ Եվրոպան սպասելիորեն եւ առավել եւս Իրանը չեն համակերպվում այդ բանի գաղափարի հետ Միչանսկի ավելին Թուրքիան ունի այլ պրիորիտետներ եւ հանուն դրա այլ պրիորիտետների պատրաստ չէ այսօր զիջել։ Իրենց համար ստեղծվել է ոչ բարենպաստ կոնյունկտուրա, բայց հավատացնում եմ, մի բան փոխվի դեպի իրենց, նորից սկսվել է նույն։ Եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ այդ միջանցքը գործում է Իրանում, պատկերացնենք, որ ամեն ինչ ավարտեցին, կարող եմ գրազգալ, որ պահանջները Հայաստանից բացել այդ երկրորդ միջանցքը չեն։ Այսինքն ձեռք են քաշել Սյունիքի միջանցքից, չի կարելի ասել, որ իրենց համար սկզբունքային է ոչ միայն Սյունիքում միջանցք ունենալը, Հայաստանի Հանրապետության դիսֆունկցիոնալության ապահովումը։ Իսկ դիսֆունկցիոնալության ապահովելու լավագույն միջոցներից մեկը դա Հայաստանը պարզապես կենթանի մարմնի վրա ճղել։ Դրա համար Ադրբեջանը ամեն բան անելու է, որպեսզի ակտուալ մնա այդ թեման։ Կոնյունկտուրային նկատառումներով մեկ-մեկ իջեցնելու է, մեկ-մեկ բարձրացնելու է։ Պարզ է, որ Չինաստանը շահագրգռված է Եվրոպական միության հետ։ Այո։ Ունենալ լոգիստիկ կապուղիներ։ Ակնհայտ է։ Եվ ավելին Եվրոպական միությունն է շահագրգռված։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների միաժամանակ հարձակումը եւ Եվրոպայի ուղղությամբ եւ Չինաստանի օբյեկտիվորեն բերում է Չինաստանի եւ Եվրոպական միության որոշակի մերձեցման, իհարկե չափի սահմաններում, բայց որոշակի մերձեցման եւ չի կարելի Չինաստանի հայտարարությունները, օրինակ տարանջատել ֆոն դեր Լեյենի այդ կենտրոնական Ասիայի երկրների հետ այդ կոնֆերանսում խոսույթի հետ։ Սամարխանդում որ ասած, որովհետեւ դրա եւ շատ հետաքրքիր մի արդյունք, ֆենոմենալ արդյունք, սա քշեղում չէ կարծում եմ։ Ուրեմն Թուրքիայի եւ Ադրբեջանը այստեղ բան պետք է անեն, տեղից վեր թռնեն։ Ուրեմն ֆոն դեր Լեյենի պաստորեն պահանջով այդ կենտրոնական Ասիայի երկրների հավաքը, որը բացի Տաջիկստանից թուրքական երկրների հավաք է, դատապարտել է թուրքական Կիպրոսի ճանաչումը, առանձին իրենք որոշում են ընդունել եւ առնվազն 2-ը թե 3-ը միանգամից Կիպրոսի հետ, բուն Կիպրոսի հետ դիվանագիտական հենց ավարտից հետո դիվան, այսինքն ակնհայտ է, որ դա Եվրոպայի պահանջն է եղել, բայց դու պատկերացնում ես Թուրքիան իրեն ինչպես է զգում, որտեղ աշխարհում երկիր մոլորակի վրա, բացի Պակիստանից եւ թուրքական երկրներից, որևէ հույս չկա, որ մեկը կարող է երբևէ Կիպրոսը ճանաչել։ Նույնիսկ Ադրբեջանը ժամանակին ճանաչել է թուրքական Հյուսային Կիպրոսի մասին։ Հյուսային Կիպրոսի մասին, այսինքն ոչ ապօրինի գոյատևության, որը
չճանաչված պետություն է, օկուպացված տարածքում։ Նույնիսկ Ադրբեջանը հիշում եք, չճանաչեց, հետո հետ վերցրեց, որովհետև դա շատ բարդ բան է։ Եվ սա մեծ ցույց է տալիս, որ կենտրոնական Ասիայի երկրների համար այդ կապը Եվրոպական միություն Չինաստան բերում է ոչ միայն տնտեսական հնարավոր դիվիդենդներ, այլ անվտանգության, որովհետև դա իրենց հնարավորություն է տալիս չինական ճնշումների հանդեպ լինել ավելի կայուն, որովհետև իրենք եւ Եվրոպական միության հետ են, այսինքն ինչ որ չափով Չինաստանն էլ է դառնում իրենցից կախյալ, ոչ միայն իրենք Չինաստանից։ Իսկ սա կարևոր է այդ երկրների ինքնիշխանությունը պահպանելու համար, որովհետև Չինաստանը ինչքան գնում ուժեղանում է, հավակնությունները որքան գնում մեծանում են, դա բարձ է։ Եվ այդ երբ որ Չինաստանի հայտարարություններն եք անում, պետք է նայել այդ կոնտեքստում եւ Չինաստանն ինքն էլ շահագրգռված է այդպիսի ճանապարհի մեջ։ Չինաստանը հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ այլն շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների բարելավման։ Իսկ տնտեսական առումով կտրուկ բարելավման։ Ընտրությունների ժամանակ իհարկե Տրամպը ասում էր, որ իր ճշնամին Չինաստանն է, այստեղ ինքն ու Հարիսը իրար կողք կանգնած լիովին համերաշխ էին։ Պարզապես Հարիսը գտնում էր, որ Չինաստանին իրենք ավելի էֆեկտիվ կարող են տեղը դնել, իսկ Տրամպը ասում էր դուք ոչինչ չեք հասկանում, ես շատ ավելի էֆեկտիվ տեղ կդնեմ։ Երբ որ փաստորեն Տրամպը որոշեց առնվազն տնտեսական եւ խոսույթի տեսակետից պատերազմ հայտարարել ողջ աշխարհին, բառացիորեն ողջ աշխարհին։ Ակնհայտ դարձավ, որ հարց ծագեց, որ Չինաստանը ուր կորավ, ասենք, այստեղ փաստորեն քո համար ֆրանսիական տնտեսությունը, Իսրայելի տնտեսությունը նույնն են, ինչ որ Չինաստանի տնտեսությունը եւ այլն։ Դա այնպես չի, որ Տրամպը շատ ազդվեց դրանից, իր համար դա որևէ խնդիր չի, որ իրենք հնավատում են եւ այլն, բայց ընկան բորսաները եւ փաստորեն խոշոր կապիտալը սկսեց բողոքել։ Նույնիսկ իրեն հետ աֆիլիացված խոշոր կապիտալը սկսած մասկից վերջայ, հետո բացահայտվեցին մեխանիզմները, թե ինչպես են որոշվել այդ տարիֆների չափերը եւ այլն, որոնք գիտական, տնտեսագիտական մեթոդների հետ որևէ աղերս չունեն։ Դա կարող ենք մենք միասին հիմա նստած մի հատ վերցնել այսպեսի A4 թուղթ եւ հնարել, ինչ որ բանաձևով գրել բոլորի համար։ Ըստ որում պարզվեց, որ հղումը արվել է մի գրքի, որը քաղաքական հրապարակախոսական գիրք է, որ իրավունք ունի գոյություն ունենա, Նավարոյի գիրքը։ Եվ Նավարոն դա զուտ ինքը չի մտածել, որ երբևէ ամերիկյան կառավարությունը դա վերցնելու է գիտություն։ Որպեսզի հետաքրքիր լինի կարդալ, ստեղծել էր այսպես հնարած մի էքսպերտ իր անվան տառերը օգտագործելով եւ հղում է անում այդ էքսպերտին եւ պարզեց որ այսինքն որ էքսպերտային կարծիք այնտեղ չկա, դա նույն Նավարոն է։ Ինքն էլ ասում է այո, դա ընդհանրապես ես հնարքեր որ գիրքը լավ ծակվի, ես ոչ չգիտեի որ հա, բայց ինչ որ գրված է Նավարոն համարում է որ ճիշտ է, ինչին համաձայն չի Մասկը, որը Նավարոին անվանում է ամենավերջին հավիական բարերով, իրենց մոտ շատ գեղեցիկ մի հատ երկխոսություն է սկսել։ Հիմա ինչ եմ ուզում ասել, փաստորեն խոշոր կապիտալը արդեն սկսեց բողոքել եւ գնա։ Ինչի կարևոր է Տրամպի համար, սա մեկ։ Երկրորդը Ամերիկայում միլիոնավոր եւ միլիոնավոր մարդիկ, տասնյակ միլիոնավոր, ոչ հարուստ մարդիկ, միջին խավի, բարձր միջին խավի ունեն բաժնետոմսեր եւ այլն թոշակային ֆոնդերում են պահում, դա իրենց համար եկամուտի եւ ապահովագրության մի միջոց է, իրենք մեծ կորուստներ ունեցան։ Այդպիսի ընտանիքի համար $50,000 կորուստը նույնն է, ինչ որ մեկ այլ միլիարդատիրոջ համար, ասենք, $500 միլիոն կորուստ։ Իսկ այդպիսի ընտանիքները արդեն 100,000-ներ են։ Սկսեց կտրուկ ընկնել վարկանիշը։ Եվ ինքը փաստորեն տեսավ, որ Կանադան չի վախենում, ցենքի չի գնում, Եվրոպան ցենքի չի գնում, այնտեղ մի երկու ձայն կա, օրինակ Իտալիան եւ այլն, որ ավելի կոմպրոմիսային են, իսկ հիմնական խաղացողները Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ասում են մենք ընդունում ենք մարտահրավերը, եկեք կռվենք, ըստ որում Կանադան էլ այն կողմից մեր հետ։ Եվ ինքը ստիպված պետք է հետ գնար, պարզապես դա Տրամպյան ոճն է, դա ընդհանրապես պոպուլիստական եւ ցածր ինտելեկտուալ խավերի վրա
ինտելեկտով եւ գիտելիքներով ցածր, երբ որ քո ընտրողը խնդրողների մեջ դրանք շատ կարեւոր են, դու պարտադիր միշտ պետք է հաղթող լինես։ Դրա համար ինքը ասես թե վախեցան, ես լավություն եմ անում։ Ինքը անձամբ $500 միլիոն է կորցրել, ինքը անձամբ։ Եթե մի քիչ շատ պրիմիտիվացնենք, իսկ գուցե ինքը ուզեց այդ 500 միլիոնը հետ բերի, որը անձամբ ինքը կորցրել է, եւ երբ որ հայտարարեց, որ հանում է 90 օրով, որսած սկսեց բարձրանալ։ Այսինքն ակնհայտ է, որ Չինաստանը հետ ինչ ուզում է արա, բայց գոնե Եվրոպային, Կանադային, բրիտանական համագործակցության երկրներին մի կպի։ Չինաստանը պետք է ցնկի գա, բայց օրինակ ըստ գրքի, հա։ Ըստ գրքի, այո։ Գիրքը հենց այդպես ինչպես եթե չսկամ Չինաստանի մահնեկություն, թե ինչպես հաղթել Չինաստանից, դրա մասին է գիրքը։ Չինաստան ճշնամի է այսպես։ Ըստ որում գրողը բավական արդեն տարիքով մարդ է, իր հասուն կյանքի 3/4-ը եղել է դեմոկրատ։ Այս հիմա է հանրապետական։ Այսինքն ինքը որ գրում էր այդ առաջին ինքը մի քանի գիրք ունի, ինքը դեռ դեմոկրատական կուսակցության անդամ է եղել։ Չինաստանը տոտալիտար երկիր է եւ այլն, փորձում է ազատությունը հաղթել, դարել է սովետական միություն 2, մենք պետք է դրան տնտեսապես խեղդենք։ Այդ իր բանը։ Լավ, հիմա տնտեսապես խեղդելու պահին կամ ընթացքում ինչ է անում Չինաստանը կամ ինչ կարող է անել Չինաստանը նախ պետք է ցույց տա, որ չի վախենում, որովհետեւ եթե ցույց տա, որ վախենում է, դա ընդհանրապես ոգևորելու է Թրամփին եւ իր շրջապատին։ Եվ նա ցույց տվեց, ասաց՝ դու բարձրացնում ես, ես էլ կբարձրացնեմ։ Վենսը իրենց անվանեց գյուղացիներ, որ չինացի գյուղացիները պաշտոնապես ասացին, որ մենք գյուղացիական ազգ չենք, մենք գյուղացիներ չենք։ Այսինքն ամեն ինչի պետք է պատասխանել։ Տակ տալ բակային դրամաբանությամբ նույնիսկ տակ տալ չի կարելի։ Իրենք մեկ են ասում, մենք առնվազն մեկ պիտի պատասխանենք, պետք է երկու հատ կպատասխանենք։ Չինացիները եւ մերձենալ բոլոր հակառակորդների հետ մի խնդիր կա, իրենք Ռուսաստանի հետ առանձին է շատ մոտ են։ Եվ ավելին ասեմ, եթե Չինաստանի աջակցությունը չլիներ, անդադ ռուսները ասում են, այ եթե չլիներ Արևմուտքը, Ուկրաինան վաղուց կպարտվեր, իսկ եթե Չինաստանը չլիներ, դուք ինչ կանեիք, դա լռում են։ Որը արդեն մասնակցում է, հիշում ենք այս վերջը, դրան էլ կան։ Երկու ռազմագերի կա չինացի արդեն։ Ինչ կը, հիշեցնեմ, որ Կորեայի պատերազմ, որտեղ Չինաստանը շատ ակտիվորեն մասնակցել է, եւ որը երկրորդ աշխարհամարտից հետո ամենաարյունալի պատերազմն է մարդկության պատմության մեջ, Կորեայի պատերազմը։ 2 միլիոն չինացի կամավոր էր կռվում, իբրե Չինաստանը չէր մասնակցում։ 2 միլիոն չինացի կամավոր է կռվել կազմակերպված բաներով, այդ ռազմական այդ միավորումներով, վաշտ, գունդ, չգիտեմ, բրիգադ եւ այլն, հրամանատարներով եւ Պեկինից ղեկավարվելով, բայց ֆորմալ իրենք ասում են մենք ինչ կապ ունենք։ Եվ պատահական չէ, որ գեներալ Մակարտուրը առաջարկում էր միջուկային հարված հասցնել Չինաստանին, որպեսզի ավարտվի Կորեայի պատերազմը։ Այդ տարիներին այդպեսի բան է եղել։ Հիմա Վաշինգտոնում չհամաձայնվեցին դրա հետ։ Հիմա Չինաստանը Ռուսաստանի հետ մերձենալ, Ռուսաստանը չի հակադրվում դեռ Ամերիկային։ Ռուսաստանը թակարակ իրենց մոտ սիրավեպ է, չէ՞, սկսվում։ Չինաստանը պետք է առաջին հերթին բարելավի իր հարաբերությունները այն երկրների հետ, որոնք ամերիկացիների հետ խնդիրներ ունեն։ Իսկ ամենուր շատ անում են։ Ամեն օր առավոտյան արտանվես մի քանի երկիր ավելացել է ցուցակում։ Եվ այդ երկրները մեղավոր չեն, որովհետև Տրամփը իրենց վրա հարձակվում է իր խոսույթով եւ սանկցիաներով, փաստորեն տարիֆը դա սանկցիա է։ Սրանք էլ պատասխանում են կամ չեն պատասխանում, չէ՞ որոշում պետք է ընդունեն։ Բայց բոլոր դեպքերում ոնց որ ասում են, հարաբերությունները էլ նախկինի նման չեն լինի։ Սա է իրողությունը եւ Չինաստանը, այո, Եվրոպայի հետ պիտի մերձենա, ում հետ բրիտանական ամբողջ համագործակցության, իրենք ավստրալիացիների հանդեպ շատ կներեք քաղաքականության մեջ երևի այդ բառը չեն օգտագործել, խոզավարի են սկսել իրենց պահել, բայց հիմա ինձ թվում է կմեղմացնեն Ավստրալիայի հետ, կասեն, չէ, մենք Ավստրալիայի հետ խնդիր չունենք, շատ ամեն ինչ նորմալ է, որովհետեւ իրենց պետք է գտնել շուկաներ։ Էքսպորտային երկիր ինքը էքսպորտի վրա է։ Եթե շուկաները նեղանում են, ինքը մեծ խնդիրներ ունի։ Իրեն պետք է գտնեն շուկաներ եւ դաշնակիցներ։ Եվ այստեղ է որ մենք սկսեցինք այդ զրույցը Սյունիքից, մեր տարանցիկ ճանապարհներից։
Եվ Չինաստանի մենք դիտարկում ենք, թե Չինաստանը ինչպես է վերաբերում Հայաստանի այդ տարանցիկ Ուրեմն ես հիշեցնում որ Չինաստանի ներկայացուցիչը մակում իսկ այդպեսի ելույթները միանվագ չեն։ Նույնիսկ հայտարարել է որ Արցախահայության իրավունքների հարցը դեռ լուծված չէ քննարկումների ժամանակ, այսինքն այդ մարդիկ իրավունք ունեն այդտեղ ապրեն։ Չինաստանը ունի փորձ, ինքը ունի մողոլական ինքնավարություն, ուրգորական, տիբետական, թե ինչպես են ապրում այնտեղ ույղուրները, մողոլները, տիբետցիները, դա մի այլ պատմություն է, բայց տոտալիտար բան է, տենց երկիր է։ Ուրեմն Չինաստանը այստեղ երկակի բան է, ինքը բացառապես soft power-ի վրա է դեռ Հարավային Կովկասում։ Հենվում եւ մոտակա հեռանկարում միայն կարողանա դա անել, որովհետեւ պետք է առնվազն քո հերթիրները հասնեն Հարավային Կովկաս կամ Զորքդ պետք է գոնե 300 կիլոմետրի վրա լինի, նավն էլ բարձրանա սարերը, հա, նավն է բարձրանա սարեր, որպեսզի դու կարողանաս ձայն անել, էլի։ Այդ առումով Չինաստանը եւ ես այդ մի բան էլ ասեմ, Տրամպի ադմինիստրացիան, որը թերագնահատում է soft power-ի ազդեցությունը, միայն այսպես տղայական անմիջական կոնֆլիկտն է ընդունում որպես հարցեր լուծելու միջոցով, հարձակումը կարևոր չի դա խոսքային բարձակում է թե ինչ որ սանկցիաներ են soft power-ը դա ահռելի ուժ է եւ ես համոզված եմ որ այն soft power-ը որը այսօր նվազում է կտրուկ Ամերիկայի քաղաքականության պատճառով massամբ լրացվելու է նաեւ չինականով այնպես որ չզարմանաք որ Հայաստանում մի 2 տարի հետո արդեն լինեն չինական գրանտակերներ ոչ թե առանձին դեպքեր, այլ զանգվածային հիշում եք Արևմտյան գրանտերի այդ պատմությունները, այդպես էլ են չինական գրանտակերներ, բազում ծրագրերում, որ չինական դեսպանատունը դառնա կարևոր մշակութային եւ դա ոչ մի Երևանում, բոլոր մայրաքաղաքներում, որտեղ իրենք հասկանում են, որ soft power-ը իրենց նպատակներին հասնելու համար շատ կարևոր է։ Եթե Տրամպը դա չի հասկանում, դա չի նշանակում, որ Չինաստանի այդ քաղբյուրոն դա չի հասկանում, դա քաղբյուրոն